Ռուսական կողմը պատրաստ է Երևանի հետ խորհրդակցել Թրամփի ուղիղ ծրագրի պարամետրերի և Ռուսաստանի հնարավոր մասնակցության շուրջ։ Մոսկվայից տարբեր մակարդակներով նման հայտարարություններ սկսեցին հնչել դեռ անցյալ տարվա օգոստոսից, երբ Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ Բաքվի և Երևանի միջև գործարք, կամ ինչպես Թրամփն է սիրում ասել, դիլ կնքվեց։ Օգոստոսի 8-ի գործարքի արդյունքները պետք է պարզ դառնային մի փոքր ուշ, մոտ կես տարի անց։ Պարզվեց, որ համաձայնության արդյունքներով Թրիպ ընկերության բաժնեմասերի 26%-ը տնօրինելու է Հայաստանը, իսկ առյուծի բաժինը 74%-ը պատկանելու է ԱՄՆ-ին։ Իսկ Ռուսաստանն այս նախագծում ինչ մասնակցություն կամ դերակատարում է ունենալու։ Նախագծում իրենց ներգրավված նման քննարկումներ չկան։ Ռուսական ընկերություն անվանական համանում եք։ Սիրելիներս, ուզում եք 160 անգամ ասեմ, նման քննարկումներ չկան։ Այդուամենայնիվ, գործարքին համաձայնող կողմերից մեկը, Նիկոլ Փաշինյանը, Մոսկվայի դերակատարումը Թրիպ նախագծում տեսնում է այսպես. Ես Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին խնդրել եմ շտաբ կարգով զբաղվել մասնավորապես երկաթուղու երասխից մինչև Ադրբեջանի դեպի Նախճեվան սահման և Ախուրիկի հատվածի մինչև Թուրքիայի սահման ամբողջական վերականգնմամբ և կարծում եմ նաև ես առաջիկայում նաև նույն հարցը կբարձրացնեմ կապված Իջևան-Ղազախ հատվածի հետ կապված, որովհետև կարծում եմ այդ հատվածը նույնպես հնարավորինս արագ վերականգնելու անհրաժեշտություն կա։ Փաշինյանը ցանկանում է Ռուսաստանին ներքաշել այս աշխատանքների մեջ, որպեսզի հետո կարողանա ամենուր պնդել, թե Ռուսաստանը ներգրաված է։ Կոպիտ ասած, նա ցանկանում է սլաքներն ուղղել դեպի Ռուսաստան։ Սա մոտավորապես նույնն է, ինչ տեղի ունեցավ մեր խաղաղապահ զորախմբի հետ, որը սկզբում հրավիրվեց Ղարաբաղ, բայց հետո նրա ներկայությունը գործնականում անտեսվեց։ Այս կարծիքին է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ Զատուլինի լավատեսությունը, սակայն, Երևանում ոմանք չեն կիսում։ Փաշինյանը ոչ թե Մոսկվային ներքաշում է Թրիպ նախագծի մեջ, այլ պարզապես ցանկանում է Ռուսաստանից հետ վերցնել հայկական երկաթուղիները, որը մինչև 2038 թվականը կոնցեսիոն կառավարման պայմանագրով հանձնված է Հարավկովկասյան երկաթուղիներ ռուսական ընկերության կառավարմանը։ Եթե հանկարծ դրա հետ կապված որևէ խոչընդոտ լինի, որևէ այլ հարց առաջանա, դուք գիտեք, որ այդ հատվածները նաև ռուսական կոնցեսիայի ներքո են, ես նաև արտահայտել եմ մեր պատրաստակամությունը, որ Հայաստանի կառավարությունը կարող է այդ հատվածները վերցնել, այսինքն ետ վերցնել կոնցեսիայից եւ մենք պետական բյուջեի մեր միջոցներով այդ վերականգնումները կիրականացնենք, եթե հանկարծ պարզվի Ռուսաստանի Դաշնությունը պատշաճ ժամանակում այդ աշխատանքը իրականացնելու հետ կապված որևէ խնդիր ունի կամ որևէ խնդիր է տեսնում։ Ռուսաստանից դա խլելու համար միգուցե Եվրամիությունը կամ Արևմուտքը այդ գումարը հատկացնի։ Դա այդքան մեծ գումար չի Արևմուտքի համար, որ այդ նպատակի համար ուղղակի այդ գումարը դա որ վերանորոգեն անուն դնեն վերանորոգել ենք, իսկ քանի որ Ռուսաստանը դա չէր անում, եւ դրա համար խլեցինք Ռուսաստանի ձեռքից։ Ինչպես հեծը խլեցին Սամվել Կարապետյանից, մոտավորապես նույն տրամաբանությամբ, սա են փորձում հիմնավորել Ռուսաստանի Հարավկովկասյան երկաթուղիներից խլելու համար։ Պարզ է, որ եթե Ռուսաստանը ուզենա դա վերանորոգել, ինքը պետք է հասկանա, արդյոք Հայաստանի հետ հարաբերությունները Ռուսաստան եւ Հայաստան գնում են խորացման, թե Հայաստանը անցնում է Ռուսաստանի թշնամիների ճամբարը։ Եթե Հայաստանը անցնում է ճամբարը Ռուսաստանի թշնամիների, ինչի պիտի Ռուսաստանը կա եւ երկաթուղին վերանորոգի կամ ցանկություն հայտնի։ Այսինքն ինքը պիտի իմանա, որ վերանորոգում է բարեկամ երկրի տարածքով անցնող երկաթուղին։ Այն գործընթացը, որ սկսվել է Եվրոպական միության անդամակցելու հետ կապված, այդ գործընթացի շրջանակներում բնականաբար ամեն ինչ պիտի արվի, որպեսզի բոլոր ենթակառուցվածքները համենայն դեպս չգտնվեն այն պետության ներկայացուցիչների ձեռքում, թեկուզ եւ կոնցեսիոն կառավարման, ում հետ Եվրոպական միությունն ունի խնդիր։ Խնդիրը դրված Հայաստանի ենթակառուցվածքները վերցնել եւ վերաբաշխում անելով հանձնել այն ընկերություններին, որոնք ավելի լոյալ կլինեն Եվրոպական միության նկատմամբ։
Հեցի հետ կապված մենք տեսնում ենք ինչ է կատարվում։ Այո, սկզբում դրվեց հեցը պետականացնում են էսեն եւ այլն, բայց հիմա պարզվում է, որ պետականացման մասին խոսք էլ չկա։ Հիմա արդեն ասում են, որ պիտի աճուրդի դնենք, վաճառենք եւ այլն եւ այլն։ Նույն ճակատագիրը սպասվում է երկաթգծին, այսինքն դիցուկ հարավ-կովկասյան երկաթուղիներին։ Վստահ եմ հաջորդ ճակատագրին արժանանալու է Գազպրոմ Արմենիան եւ այդպես շարունն է։ Ինչի համար են ուզում նպատակը բուն խլել հարավ-կովկասյան երկաթուղիներից մեր ենթակառուցվածքների կառավարումը։ ՆԱՏՕ-ն եւ հավաքական արևմուտքը պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ։ Ինքը նպատակ ունի պատերազմ վարել, բայց ուրիշի ձեռքերով։ Ուկրաինային նախապատրաստեցին այդ պատերազմի 30 տարի, հիմա իրենք կռվում են։ 5 տարի առաջ ուկրաինացիներ չէին պատկերացնի, որ այսօր այս վիճակում կլինեն, բայց փաստ է։ Հիմա նույն հարվածային բռունցքները արևմուտքը նախապատրաստում է հարավ-կովկասյան ուղղությամբ եւ միջինասիական ուղղությամբ։ Այդ պատճառով է, որ հարավ-կովկասյան 3 հանրապետությունների զինված ուժերը փոխվում են ՆԱՏՕ-ի ստանդարտներով։ Ինչու՞, որովհետեւ երբ որ պահագա, որ ՆԱՏՕ-ն պատրաստ լինի հարավ-Կովկասը, հարավային Կովկասը պատերազմով տանել Ռուսաստանի դեմ, այդ բանակները պետք է հղկված լինեն ՆԱՏՕ-ի ստանդարտներով գործելու համար, որ ՆԱՏՕ-ի հրամանատարների հրամանները էֆեկտիվ կարողանան կատարել եւ կռվել Ռուսաստանի զինված ուժերի դեմ։ Բայց դրա համար ինչ է պետք։ Օրինակ Հայաստանից հանել Ռուսաստանի զինական ներկայությունը 1 եւ ենթակառուցվածքները, որոնք կօգնեն Եվրոպայից դեպի Միջին Ասիա մեր տարածքով մեծ արագությամբ նատոյական զենք զինամթերք հասցնելու եւ գրոհայիններ մեր զավարալվերքից հասցնելու համար այդ ենթակառուցվածքները պետք է Ռուսաստանից վերցվեն, որ ճակատը Ռուսաստանի դեմ ամբողջանա եւ վաղ մյուսօր հնարավորություն ունենան այդ ճակատով Ռուսաստանի դեմ պատերազմ վարել։ 2008-ին, երբ հայկական երկաթուղին կոնցեսիոն կառավարման պայմանագրով հանձնվեց ռուսական կողմին, մեղրու երկաթուղի չկար։ Ըստ քաղաքագետների հենց սա է Փաշինյանն ակնարկում Մոսկվային։ Созрела и повестка восстановления некоторых других железнодорожных участков в нашей стране. Я имею в виду, в частности, сектора Иджевана, Ерасха и Ахурика. Это железные дороги, соединяющие Армению с Азербайджаном, основным Азербайджаном, с Нахичеванием и с Турцией, потому что идет довольно-таки активный политический процесс. Անցած որ Փաշինյանը տնկարում է ժամկետները արագացրեք, շուտ վերականգնեք Մոսկվային դիմելով։ Արդյոք վատ դրության մեջ չի դնում կամ նախադեպ չի ստեղծում, որ հետո ասի թե տղաներ ժամկետների մեջ չտեղավորվեցիք։ Բնականաբար հենց այնպես ոչինչ չի արվում։ Ախուրիկի հատվածում ավելի ավելի ակտիվ են աշխատում, քան Նախիջևանի հատվածում։ Իմ ունեցած տեղեկություններով ռուս սահմանապահները արդեն ստացել են համապատասխան գրություն Ախուրիկի հատվածում ծառայություն չիրականացնելու հետ կապված այդ սահման այդ հատվածում։ Եվ որպեսզի չխանգարեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ ջերմացման։ Մոտավոր այսպիսի տրամաբանով ձևակերպում է։ Այնպես որ ամեն ինչ արվում է բնականաբար, ժամկետներ կասվի, հետո ժամկետները կխախտվեն, հետո կասվի, որտեղ քանի որ ժամկետները խախտվել են, հետո մրցակցության հանձնաժողովը առանց ընդմիջում գնալու 3 րոպեում որոշում կկայացնի, եւ այդպես ու շատ արագ ինչ-որ այսպես եղավ հեծը, մենք կտեսնենք հենց 2 օպերացիա, այս դեպքում արդեն հարավ-կովկասյան երկաթուղիների հետ կապված։ Փաշինյանը այդքան հայտարարելով ինքը ինչ է անում, հասարակական կարծիքում ստեղծում է տպավորություն, որ տեսեք, ես անընդհատ առաջարկում եմ Ռուսաստանին, որ եկեք վերանորոգեք, բայց տեսակ ժողովուրդ ինքը չեկավ, մենք ստիպված եղանք, ոտնենք այդպես չենք թողելու, ստիպված եղանք ինքներս դա անել։ Անշուշտ այդ տարբերակում դե պարզ է Հայաստանը դժվար թե ինքը կարողանա դա վերանորոգել, այսինքն այդտեղ լուրջ մասնագիտական կարողություններ են պետք։ Ամենայն հավանականությամբ կհրավիրեն հնարավոր է Արեմեցյան ինչ-որ երրորդ կազմակերպության, որը դա կանի։ Շատ լավ հասկանալով թե այդ երկաթուղու վերականգնումը այդ հատվածի ինչքան երկար ժամանակ է պահանջելու, քանզի այնտեղ ոչինչ չկա, այսինքն 0-ից պիտի հետակառուցվածքները
ստեղծվեն, բնական է, որ այդ կարճ ժամանակահատվածում ֆիզիկապես ուղղակի հնարավոր չի այդ ամեն ինչը այսպես ի շրջանասյուր վերադարձնել եւ բերել նախկին տեսքի։ Բայց դա նաեւ այսինքն անելանելի իրավիճակ է ստեղծում եւ այսպես անտանելի պայմաններ են առաջ քաշում, որոնց իրականացում ուղղակի ֆիզիկապես հնարավոր չէ քան կարճ ժամանակահատվածում։ Բայց նախադեպը ստեղծվում է, հող է նախապատրաստվում, որ հետո ասեն, դե գիտեք, մենք ձեզ ասեցինք, դուք չարեցիք, կառավարությունը որոշում է ընդունում ազգայնացնել եւ բոլոր ենթակառուցվածքները պիտի լինեն մեր հսկողության ներքո։ Բայց գիտեք ինչն է հետաքրքիր։ Ողջ հասարակությունը մեր օրնիկուն բողոքում է վիոլա ջրից, բայց մենք մի օր չտեսանք վիոլա ջուրը սեփականացնել։ Ասենք վիոլա ջրից ավելի շատ մարդ է բողոքում, քան բոլոր սպասարկող ընկերություններից միասին վերցրած։ Բայց վիոլա ջրի հետ կապված, չգիտեմ, թե Մակրոնն է խոստացել, որ վիոլա ջրի հետ կապված խնդրեմ չի կարողանի, թե Տիկին Բրիջիտն է խոստացել, ես չգիտեմ ով է խոստացել, բայց չգիտես ինչու վիոլա ջրի հետ կապված նման խնդիրներ չեն ծագում եւ չեն առաջանում, բայց այ մյուս օպերատորների մյուս բաների հետ կապված բարոյական նման խնդիրներ առաջանում։ У нас идет еще и очень конструктивно двусторонние переговоры с Соединенными Штатами по поводу начала исполнения и строительства дороги ТРИП. И это действительно очень большие и содержательные изменения в нашем регионе. Ինչ վերաբերվում է պահանջին, դե եկեք վերականգնեք եւ այլն։ Իրենք կարող են վերականգնել, եթե այն մաս կազմեն տրիպի։ Բայց եթե մենք հայտարարում ենք, որ թե տրիպը դա միայն մեր եւ ամերիկացիների ներքին գործն է եւ ոչ ոք իրավունք չունի այդտեղ մտնել կամ մեր իմացությամբ պիտի մտնեն, այս պարագայում ես կարծում եմ Ռուսաստանի Դաշնությունը ոչինչ չի անելու երկաթգիծը վերականգնելու համար, քանզի ինքը դրանից ինչպես ասում են, ոչ մի օգուտ չի ունենալու, այսինքն գումարը դնեն, երկաթգիծը վերանորոգեն, ստացված հասույթի 74%-ը տան ամերիկացիներին, թող ամերիկացիներն էլ գան եւ վերանորոգեն։ Եվ ի վերջո հարավկովկասյան երկաթուղիները Հայաստանի ներսի, այսպես երկաթգծերի կոնցեսիոն կառավարումն են իրականացնում։ Հայաստանի երկաթուղիները չեն իրականացնում Նախիջևանի հետ երկաթգծի կապելու աշխատանքները կամ Գյումրի-Կարս երկաթգծի հետ կապված այդ Աֆուրիկի հատվածում որ դուք նշեցիք այդ աշխատանքները։ Բնական է պահանջը պիտի լինի այսպես շատ առարկայական, բայց դրա թիկունքում բավականին հեռու գնացող պլաններ կան։ Եվ արդեն դա ասեցի, ըստ էության խնդիր է դրված ողջ բիզնեսը խլել եւ վերաբաշխում անելով հատկացնել այն ընկերություններին, որոնք լոյալ կլինեն եւ Եվրոպական միությանը եւ Թուրքիային ու Ադրբեջանին։ Երասխ Ջուլֆա Օրդուբատ Մեղրի Հորադիս երկաթուղու շուրջ 45 կիլոմետրանոց հատվածը անցնում է Հայաստանի տարածքով։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ամբողջությամբ շահագործման հանձնված Մեղրու նախկին երկաթգծի սովետական ենթակառուցվածքները ամբողջությամբ ապամոնտաժվել են։ Նախկին երկաթգիծը վերածվել է ավտոմոբիլային ճանապարհի։ Նոր երկաթգծի կառուցումը ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի շուրջ $200 միլիոն կարժենա։ Տրիպի ավանդակ, ինչպես ասում են, դեռ շատ պրոյեկտներ են դուրս գրվելու եւ շատ պրոյեկտներ են իրականացվելու հղում անելով տրիպին։ Թե դա որքանով է տրիպի ծառայելու, սա այլ հարց է։ Քանզի նույն Թուրքիան տրիպին զուգահեռ իր երկաթգիծը կառուցում է արդեն շուտվանից եւ դեպի Նախիջևան իր երկաթգիծը կառուցում է։ Հետևաբար ինչ նշանակություն է ունենալու Նախիջևանի հատվածում այդ երկաթգծի հատվածը կամ Գյումրի, Կարս երկաթուղու հետ կապված է արդեն մի փոքր այլ եւ արդյոք Հայաստան ունի այդքան հնարավորություն ինքը անելու այդ աշխատանքները, եթե հարավկովկասյան երկաթուղին եւ սա արդյոք չի նշանակում եւս մոտ տարբեր հաշվարկներով 1.5 միլիարդ դոլարով արտաքին պարտքի ավելացում։ Այդ դեպքում ինչով է զբաղված հայ-ամերիկյան կոնսորցիումը։ Թող բերեն ներդրում անեն, ինչ խնդիր կա։ Եթե այդ ճանապարհների բացման գործում ներգրավել են Միացյալ Նահանգներին եւ Ռուսաստանին ընդհանրապես ոչ մի բանի տեղ չեն դրել, ինչի պետք է Ռուսաստանը գա եւ ուզի դա վերանորոգել։ Այսինքն թող մի հատ եթե այդքան շահագրգռված էին, կարող էին օրինակ ԱՄՆ-Ռուսաստան համատեղ մի բան առաջարկել, որտեղ որ Ռուսաստանն էլ իր փայաբաժինը կունենար, որտեղ օրինակ հաշվի կառնվեին Ռուսաստանի շահերը նոյեմբերի 9-րդ կետով, օրինակ։ Ասենք ենթադրենք
Միացյալ Նահանգները կտային օրինակ ծրագրային ապահովումը հանցակետերի օրինակ ռուսական ՖՍԲ-ն էլ կվերահսկեր անվտանգությունը օրինակ որպես ոնց որ նոյեմբերի 9-ով է գրած այդտեղ կլներ համատեղ ինչ որ մի բան կամ ասենք մաքսային կետերում ենթադրենք համատեղ ինչ որ ռուս-ամերիկյան օրինակ ռուս-ամերիկյան հայկական դա կարելի էր հասկանալ որ ասենք երկու գերտերությունների հրավիրում է որ երկուսի շահերն են այսպես ասենք հավասարաչափ բավարարի բայց մենք տեսնում ենք որ նոյեմբերի 9-ը տապալված է չի կատարվում փոխարենը հրավիրել են Միացյալ Նահանգներին 74% տվել են Միացյալ Նահանգներին 49 տարով եւ ինչ այդտեղ Ռուսաստանի շահերը որտեղ են իսկ մնացածը արդեն պատրվակ է լինելու այսինքն ասել են դե քանի որ Ռուսաստանը ոչ են ասելու որ մենք Ռուսաստանին ուզում էինք խափեինք իր շահերը չենք սպասարկում հաշվի առնում դրա համար իրենք չվերանորոգեցին ասում դե շահագրգռվեցին տեսակ մենք առաջարկեցինք Ռուսաստանի նախագահին իրենք չուզեցին բայց եւ այդ պատրվակով այսպես ասենք սկսեն խլել դա իրականում կոչվելու է ինչպես սահմանապահներին զվարթնոցից հանեցին ասեն շնորհակալություն որ այսքան ծառայել եք բան այստեղ են ասեն շնորհակալություն որ այսքան տարի սպասարկել եք այլևս կարիք չկա մենք ինքներս դա կանենք բայց բուն նպատակը այդ ճանապարհը դարձնել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների մի մաս 2021-2025 թվականների ընթացքում կառավարությունը հարավկովկասյան երկաթուղիներին տվել է մոտ 1 միլիարդ 800 միլիոն դրամ սուբսիդիա ուղևորափոխադրումներից ընկերության կրած վնասների համար Այս պայն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը բանակցում է հարավկովկասյան երկաթուղիների հետ պայմանագրի փոփոխությունների շուրջ Սահմանվելու են այլ ցուցանիշներ, որոնց չկատարման դեպքում կնվազեցվի սուբսիդավորման չափը։ Բնականաբար դա կներկայացվի սուվերենության դեմ եւս մեկ հաղթանակ պայքարում, սուվերենության պահպանման համար եւս մեկ հաղթանակ, կարևոր հաղթանակ ընտրություններից առաջ։ Եվ սա իրոք պատային վիճակ է ստեղծվում եւ ես կարծում եմ, հենց միտումնավորել իրավիճակը տարվում է սրացման, տարվում է պատային վիճակ ստեղծելուն, որպեսզի այդ քողի տակ երկաթուղիները վերցնեն եւ արդեն անեն սկզբում դե դա կանեն որպես ուրեմն պետականացում մեջ շուկով, հետո շատ կարճ ժամանակ հետո այդ երկաթգծերը մենք կտեսնենք, որ աստիճանաբար կոնցեսիոն կառավարման կհանձնվեն այն ընկերությանը, ով ավելի նպատակահարմար կլինի եւ շատ արագ կմոռացվի եւ թրիփի մասին, եւ թրիփի նշանակության մասին, եւ այլն եւ այլն։ Փաշինյանը իբր ձև է տալիս, որ ինքն է որոշում, որպես ինքնիշխան 4-րդ հանրապետության ղեկավար, ինքն է որոշում Ռուսաստանը ներգրաված կլինի թե ոչ։ Բայց եթե դու ես որոշում, բա ո՞նց եղավ որ Միացյալ Նահանգներին 74% ես տալիս։ Դա գործարան չի, որ ասենք լավ գործարան են ինչ որ կառուցում, ԱՄՆ-ն այդտեղ 74% փայ ունի։ Խոսքը գնում է մեր տարածքով անցնող ճանապարհների մասին, որոնք սպասարկելու են միջին միջանցքը։ Այսինքն Չինաստանից Եվրոպա գնացող միջանցք է լինելու։ Տասնյակ պետություններ են այդտեղ շահագրգռված։ Այսինքն նոյեմբերի 9-ը չէ, որտեղ որ երկու կողմեր մենք Հայաստանն ու Ադրբեջանն են իրար հետ որոշելու այդ ճանապարհների անցնելու կանոնները։ Ռուսաստանն ուղղակի դա միջնորդ է որպես հանդես գալիս։ Այստեղ տասնյակ պետություններ են, միջին միջանցքի պետություններ են։ Այդ հատվածը դառնալու է միջին միջանցքի մաս։ Եվ սպասարկելու է տասնյակ պետություններին, որտեղ մի դաշնակից չունենք այդտեղ։ Միջին միջանցքի պետությունների մեջ դաշնակից չունենք։ Հետևաբար մեզ ինչ ասեն, մենք անելու ենք։ Ինչ պայման ուզեն թելադրել, մենք անելու ենք։ Էլ չեմ ասում այն փաստը, որ դրա այդ պայմանագրի մի կողմում Միացյալ Նահանգներն են։ Հակառուսական խոսույթին ու քայլերին զուգահեռ Փաշինյանի գնացքը չի դադարեցնում դեպի Եվրամիություն ինտեգրման ընթացքը։ Հետևաբար Եվրամիություն սլացող որևէ գնացք, այդ թվում մեղրիով անցնողը, չի կարող կառավարվել ռուսական ընկերության կողմից։ 2018 թվականի մայիսին առաջին ընկերությունը, որտեղ մտան դիմակավորված անձինք եւ համակարգիչներն արտգրավեցին, հենց հարավկովկասյան երկաթուղին։ Դա հենց այնպես չի, այսինքն ողջ տեղեկատվությունը, այսպես հասույթների, գումարների տեղաշարժի, պլանավորման, վերականգնման պլանավորման եւ այլն, այդ ամբողջը հասանելի է եղել։ Այդ որ ասում են շեշտում են, որ այդ հայտարարության մեջ քանի անգամ նշել ենք Հայաստանի ինքնիշխանության մասին։
դե մի քիչ ծիծաղելի է, եթե մի պետություն Միացյալ Նահանգները չեն հարգում այլ պետությունների ինքնիշխանությունը, խախտում են դրանք, մտնում են պետությունների տարածք ընտրված նախագահային առևանգում, ապա Միացյալ Նահանգների համար Հայաստանի ինքնիշխանությունը հարգելը ընդհանրապես, ինչպես ասում են, չարժի այն թղթիկին է, որի վրա այդ պայմանագիրը տպված է։ Իրենք շատ հանգիստ կթքեն բոլոր իրենց պարտավորությունների վրա Հայաստանի ինքնիշխանությունը հարգելու։ Որ պետության ինքնիշխանությունն են հարգում, Վենեսուելայի, թե Դանիայի, որ մեկի, թե ասենք Չինաստանի, որ եկել են Թայվանը, փաստացի փոկել են Չինաստանից։ Հետո որ իրենք ցանկացած բայի կարող են իրենց պարտավորությունները չկատարել։ Պարզ ասած լեզվով, ժողովրդի լեզվով ասած գցել Հայաստանի, այդպես է լինելու է։ ԱՄՆ-ն գցելու է Հայաստանին։ Այն ինչ որ խոսք են տվել չեն կատարելու։ Մինչ Փաշինյանը Տաշիր գրուպին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցերի թեման առժամանակ մոռացել է եւ խոսում է Թրիփի գործարկման համատեքստում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ երկաթուղային կապի շուտափույթ վերականգնման մասին, իշխանամերձ լրատվամիջոցներն ու անհատները հիշեցին Հարավկովկասյան երկաթուղիներ Փակ Բաժնետիրական ընկերության պարտքերի եւ Հայաստանում կազմակերպության ենթադրյալ անարդյունավետ աշխատանքի մասին։ Հայաստանն ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման հարցում արդեն իսկ ունի նախապատվություն, եւ դա ամենևին ռուսական առաջարկի օգտին չէ։ Իսկ ինչ կլինի, եթե հայկական երկաթուղիներն էլ տարածաշրջանում հաստատված խաղաղության կանոնների համաձայն անցնեն այլ հարևան երկրի տիրապետության ներքո։ Ես չեմ կարծում իրանական երկաթուղիները կգան եւ կմասնակցեն տենդերի, այստեղ երկու տարբերակ չկա, ինչպես ասում են 2-ին գումարած 2, հավասար է 4, թուրքական ընկերություններն են լինելու, ելով պիտի լինի։ Բայց այստեղ տրամաբանորեն հարց է առաջանում, եթե դա պետք է Թրիփին, որի եկամուտների 74%-ը պիտի ստանան ամերիկացիները, թող գան ամերիկացիներն վերականգնեն այդ երկաթգիծը, կամ թող վճարեն եւ այդ երկաթգիծը վերականգնվի։ Մենք ինչի դա պիտի անենք միակողմանի մեր բյուջեով, բայց շահույթի 74%-ը տանք ամերիկացիներին։ Ես այդ, ինչպես ասում են, մաթեմատիկայի տրամաբանությունը չեմ ասում։ Տեսականորեն չեմ բացառում, որ դա լինի հենց թուրքական կամ եվրոպական, բայց ասենք թելերը տանում են դեպի Թուրքիա։ Եվրոպայում է գրանցված իբր եվրոպական կառույց է, բայց ասենք գտնվում է Թուրքիայի իշխանությունների վերահսկողության տակ։ Պատահական չեմ համարում, որ Ֆիդանի վերջի հայտարարությունը եղավ հենց նրանից հետո, երբ Վաշինգտոնում Թրիփի հետ կապված, Թրիփի գործունեության հետ կապված կոնկրետ փաստաթուղթը Ռուբիայի ու Միրզոյանի միջև ստորագրվեց։ Այսինքն Թուրքիան սպասում էր, որ Հայաստանը կոնկրետ ստորագրություն դնի այդ Թրիփի պարտավորության տակ, որտեղ միջև հիմա ասում էին բանա, որ հայտարարություններով ինչ որ փոքր հայտարարության տեքստի տակ էին ստորագրում, ասուլիսի ժամանակ էին հայտարարում։ Դա մի բան է, բայց երբ որ դու արդեն պետության անունից կոնկրետ ստորագրություն ես դնում կոնկրետ փաստաթղթի տակ, որտեղ կոնկրետ շատ կոնկրետ նշված են այդ Թրիփի գործունեության պայմանները, դա այլ հարց է։ Հետևաբար Թուրքիան սպասում էր, որ Հայաստանը մարդս կարող է վերջի պահին ինչ որ բան փոխվեր, ենթադրենք։ Սպասեց, որ տեսավ, որ ստորագրեց, այդ պարտավորությունը իր վրա վերցրեց, դրանից հետո ասեց, որ մենք աջակցում ենք Փաշինյանին։ Նշանակում է այն կուրսը, որ Փաշինյանը բռնել է, ամբողջությամբ ձեռնտու է Թուրքիային, նշանակում է նաև այդ Թրիփը բխում է ամբողջությամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերից։ Աշխարհում այնպեսի իրադարձություններ են հիմա տեղի ունենում, եւ Թրամփը այնպեսի քաղաքականություն է վարում, այդ թվում նաև ՆԱՏՕ-ի ներսում, որ եթե մենք մի օր արտանանք եւ իմանանք, որ 74%-ի 50%-ը Մոսկվային է պատկանում, մենք չպետք է զարմանանք։ Այսինքն այնպեսի կուլիսային պայմանավորվածություններ կան այս պահի դրությամբ, որ մտածել թե դրանով մենք պրծանք եւ այլն եւ այ տեսեք էսա ինչ ենք անելու եւ այլն, դա մի փոքր կարծում եմ ավելի պարզունակ հաշվարկ է։ Քաղաքականությունը այնպեսի բան է, որ չի սիրում աղմուկ, չի սիրում բարձր խոսքեր, բայց երբեք պետք չի մտածել, որ 100%-ով դու ստացար հնարավորություն իրականացնելու քո այն մտածածը, որ դու պլանավորել ես տևական ժամանակ։ Խոսքը նաև Թրիփի հետ է կապված։ Ես մի անգամ էլ եմ ասել, Թրիփի ներկայիս իրավիճակի հետևում ես տեսնում եմ նոյեմբերի 9-ի արձանագրության 9-րդ կետի առանց խոսքի իրականացում։ Հակառակ բարեկամ ինչպես կարող ենք բացատրել այն հանգամանքը, որ ռուսական հեղուկ գազը Ադրբեջանի տարածքով պլանավորվում է բերել Հայաստան, հաշվի առնելով եղանակային պայմանները։ Բայց Թրիփը ուր մնաց։
Այսինքն դեռ այսքան ժամանակ մենք տեսնում ենք Ռուսաստանից Ադրբեջանի վրայով բեռների փոխանցում դեպի Հայաստան, կամ մենք տեսնում ենք Ղազախստանից էլի Ռուսաստանի միջոցով Ադրբեջանով բեռների տեղափոխում Հայաստան։ Այդ դեպքում Թրիփով ինչա տարվելու եւ Թրիփը այստեղ ինչ դերակատարում ունենալու։ Ընդամենը 37 կիլոմետրի համար Տրամպը պատրաստվում է այստեղ իր անունով ճանապարհ կոչել եւ ինչ որ իսկ ինչ գումարներ է հավաքվելու, եթե փորձագետներն ասում են, որ տարեկան մի քանի տասնյակ միլիոնի մասին է գնում խոսք։ Այսինքն դրա 74%-ն եթե ընդունենք Միացյալ Նահանգներին, մի 15-20 միլիոն դոլար է տարեկանում։ Դրա համար Միացյալ Նահանգները կմտնի այս մեծ խաղի մեջ, մի փոքր տարակուսելի է, դրա համար եմ ես ասում, կան այսպես ստորջրյա եւ կան հարցեր, որոնց դեռևս չեն անդրադառնում, բայց դա չի նշանակում, թե այդ հարցերին ընդհանրապես չեն անդրադառնում։ Հայկական երկաթուղիները դարձել են նոր մեծ խաղի կենտրոնը։ Այստեղ բախվում են ռուսական կոնցեսիան ու ամերիկյան ներդրումը։ Իսկ արդյունքը, ինչպես միշտ, կախված է մեկ մարդուց՝ գնաց Քավառից։